Հասկանալ է, որ Հայաստանի մասնակցությունը համագործակցությունը մաքսային միության հետ իհարկե իր հեմքում ունի միայն քաղաքական եւ աշխարհագրական, ասենք, նպատակարարության ֆակտորներ։ Իհարկե ձեր ասած, ասենք, ուղղակի ցամաքային կապի բացակայությունը եւ բոլոր այլ տասնյակ խնդիրներ, որոնք որ հայկական կողմից եւ իշխանությունների կողմից մինչեւ սեպտեմբերի 3-ը առաջ են քաշում, այդ դրանք գոյություն ունեն եւ պահպանվում են։ Բայց քանի որ անվտանգության եւ աշխարհաքաղաքական եւ քաղաքական նպատակարարության խնդիրներից ելնելով Հայաստանը ստիպված էր անելու այն որոշումը, որը արեց սեպտեմբերի 3-ին, հասկանալ է, որ բոլոր տնտեսական, հասարակական, սոցիալական խնդիրներում գոյություն ունեցած հարցերը պարզապես կփորձեն ինչ-որ մի ձևով մոտիկացնեն այն իրականության, որը մենք ունենք։ Տնտեսական առումով ոչ Հայաստանի, ոչ էլ ինչքան էլ զարմանալի չլինի Ռուսաստանի համար, Հայաստանի անդամակցությունը այս պահին կամ ամենայն դեպս այն ընդհանուր պայմանները, որոնք որ առաջարկվում են մաքսային միության հնարավոր բոլոր անդամներին, տնտեսական առումով դա նպատակահարմար չի, բայց ունի իր բացատրությունը քաղաքական կամ անձնական որոշ ֆակտորներից ելնելով։ Արդյոք Հայաստանին կառաջարկվեն ինչ-որ մի արտոնյալ պայմաններ, որոնք որ գոնե իմաստավոր են տնտեսական առումով Հայաստանի մասնակցությունը այս ասենք քաղաքականացված տնտեսական միավորման մեջ, ես չգիտեմ, համենայն դեպս ես կցանկանայի հույս ունենալ, որ այդ հնարավոր կլինի, որովհետև հակառակ դեպքում ոչ Հայաստանի տնտեսությունը վիճակի կլինի այդ պայմաններով աշխատելով, ոչ սոցիալական վիճակը Հայաստանում կբարելավի, ոչ էլ իրականում, ասենք, Ռուսաստանը այս պայմաններում կունենա Իրանից գոհ եւ ասենք բարենպաստ ինչ-որ տրամադրված քաղաքական եւ տնտեսական դաշնակից։ Արդյոք այդ ճանապարհային քարտեզում այդ հարցերը ինչ-որ մի ձևով կարտացոլվեն, արդյոք այն պահին, երբ որ արդեն որոշվեց, որ Հայաստանը մասնակցելու է մաքսային միությանը, ռուսական կողմը եւ մաքսային միության այդ բյուրոկրատները որոշեն, որ լավ, այս նոր քաղաքական իրավիճակում Հայաստանին կարելի է ինչ-որ արտոնյալ պայմաններով անել, որոնք որ նկատի կառնեն նաեւ այդ աշխարհագրական պարզապես պատկերը, եթե դա լինի, միգուցե դա ինչ-որ իմաստ կստանա, եթե չէ, ես կարծում եմ, որ ավելի երկարաժամկետ ապագայում մաքսային միությունը կարող է լուրջ խնդիրներ ունենա պարզապես նրանով, որ ոչ միայն Հայաստան, այլ նաև որոշ այլ երկրներ պարզապես բացի քաղաքական նպատակարարությունից, ճնշումից եւ կամ այլ ֆակտորներից որևէ այլ լծակներ կամ շահագրգռվածություն մասնակցելու այդ ֆորմատում չեն ունենա։ Այսինքն այս որոշումը կարող է հիմնավորված լինել այն դեպքում, եթե Հայաստանն ունենա որոշակյորեն հատուկ Այո։ Այսպես այդպես է լինում, այս գործընթացներից այդ եզրահանգմանն է գալիս, թե ես հույս ունեմ, որտեվ հակառակ դեպքում դա պարզապես տնտեսական առումով նպատակարարմար չի, դա պարզապես ձեռնտու չի ոչ Հայաստանին, ոչ էլ ռուսական, ասենք, Ռուսաստանը, որտեվ հակառակ դեպքում Ռուսաստանը ստիպված պիտի լինի բավականին լուրջ, բավականին մեծ ծավալով ինվեստիցիաներ անի, որ պարզապես ինչ-որ մի ձևով դա նորմալացնի այդ իրավիճակը, որտեվ դա խնդիր է, եթե դա չարվի, Հայաստանի տնտեսությունը պարզապես չի դիմանա եւ սոցիալական վիճակը պարզապես ավելի կդժվարանա։ Իսկ Վիլնյուսից հետո նաեւ եղավ Եվրահանգապատասխանատվի հայտարարությունը, ծանոթացել եք, փաստորեն պահպանվում է այն, ինչ մենք ունեցել ենք Վիլնյուսից առաջ, պարզապես առանց ասոցիացիոն համաձայնագրի նախաստորագրման։ Այո։ Ինչ սպասել, ինչ է Եվրամիությունը ակնարկում կամ միգուցե հասկացնում։ Դա տեղի ունեցավ Հայաստանի Եվրամիության համագործակցության ժողովի նիստում հերթական, ինչպես նաև Վիլնյուսում ստորագրվել էր դեկլարացիա համագործակցության մասին, որով արդեն իսկ դա արդեն նշանակում է, որ Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը պարզապես կշարունակվի նոր աստիճանի, բայց իհարկե ոչ այն աստիճանի, որով մենք սպասում ենք, եւ ես նոր մեր գործընկերներից մեկին ասենք փորձեցի դա ավելի
պարզ բացատրելով, ասենք եթե մենք 100% ենք սպասում ասոցիացիան համաձայնագրի նախաստորագրման եւ ստորագրման Հայաստանի Եվրամիության ինտեգրման հարցում, մենք այս պահին կստանանք միգուցե 40-50%, բայց դա համեմատ ավելի մեծ քայլ է լինելու այն հարաբերությունները, որոնք որ Հայաստանը եւ Եվրամիությունը ունեին, ասենք 4 տարի առաջ, երբ որ մենք արդեն հունվարի 1-ից կունենանք բավական լիբերացված վիզային ռեժիմ։ Մենք նույնիսկ այս քաղաքական իրավիճակում հայկական կողմը հույս ունի, որ բանակցությունը Եվրամիության հետ կբերի նրան, որ այդ վիզային ռեժիմը լիովին կարող լիբերալացվի եւ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն նույնիսկ առանց վիզայի մուտք անել Եվրամիություն։ Մենք արդեն 3 այդ փաստաթուղթ ընդունվեց, որ Հայաստանը իրավունք ունի տնտեսական, մշակութային որոշ այլ քաղաքական նեյտրալ ոլորտներում համագործակցի եւ մասնակցի բուն Եվրամիության ներքին ծրագրերում։ Եվ ես համոզված եմ, որ այն, որ Հայաստանի Եվրամիության այդ action plan-ը համագործակցության այդ խնդիրների նվիրված փաստաթուղթը միգուցե կարծիականացվի եւ մենք որոշ այլ ոլորտներ կտեսնենք, որտեղ որ Հայաստանը հնարավորություն կունենա արագացնել իր գործընթացները ինտեգրման Եվրամիության հետ, ինչպես նաեւ ես չեմ բացառում, որ ելնելով նաեւ այն իրավիճակը, որ խնդիրը ոչ միայն Հայաստանում, այլ խնդիրը ավելի լուրջ ընդհանրապես արևելյան գործընկերության, ասենք, ճգնաժամը Հայաստանը մյուս տարի նաև հույս կունենա ավելի բարձր մակարդակով ֆինանսական աջակցություն ստանալ Եվրամիության կողմից, որտեղ կարծում եմ բոլորի համար Բրյուսելում հասկանալի է, որ այն որոշումը, որը որ Հայաստանը արել էր, դա որոշում է, որը որ ստիպված էր անելով ելնելով քաղաքական նպատակարարությունից, եւ դրա իմաստը եւ դրա, ասենք, պատճառները ես կարծում եմ բոլորին հայտնի են եւ Հայաստանում եւ Բրյուսելում, առավել եւս այն գործընթացները, որոնք մենք տեսնում ենք, ասենք, հետխորհրդային տարածքում, Ուկրաինայում եւ ընդհանրապես Եվրամիություն, Ռուսաստան աշխարհագրական այդ պայքարի թեժացման ֆոնի վրա։ Պաստորեն, ձեր ենթադրություններով, դիտարկումներով Եվրամիությունը կփորձի այս ճգնաժամը հաղթահարել վճարելով ու վճարելով շատ։ Խնդիրը միայն դա չի, որտեղ ասենք Ուկրաինայի դեպքում մենք դա չտեսանք, Ուկրաինայի դեպքում Եվրամիությունը պատրաստ չէր վճարել շատ եւ դրանով փորձել սիրաշահել կամ ազդել Ուկրաինայի վրա, բայց մենք նաեւ պիտի հասկանանք, որ Հայաստանի մասշտաբները այլն են եւ Հայաստանի դեպքում պարզապես ասենք Եվրամիությունը ավելի հեշտ կլինի գոնե պահպանել եւ զարգացնել ֆինանսական կամ տնտեսական աջակցության առումով իր ներկայությունը այստեղ, միջև որ չստեղծվեն ավելի, ասենք, բարենպաստ աշխարհագրական կամ քաղաքական պայմաններ, որոնք որ հնարավորություն կտան Հայաստանին շարունակելու եւ վերադառնալու այն նախորդ ինտեգրման գործընթացներին, որոնք որ ինքը ստիպված էր լինել ինչ որ մի ձեւով stand by պահել սեպտեմբերի սկզբից։